Բոլորիդ բարևներ, ուրախ եմ նորից հանդիպել բոլորիդ հետ, ասեմ, որ շատ կարևոր սյուժեներ ենք մենք տեղադրում եւ այսօր մենք կուզեինք ձեզ հետ խոսալ Էթերի Քարապետյանի մասին, Տաշեր Սամոյի մասին, բայց կոնկրետ իր կնգա մասին։ Այսօր հեշտը մերն է, անտարբեր չլինելու, իմ սիրելի հայեր։ Տեսեք, մի քանի օր առաջ դուք երևի տեսել եք, որ Տաշիր Սամոն եւ Էթերին հարցազրույց են տվել Նազենի Հովհաննիսյանին եւ ճիշտ ասած մինչ հիմա ձեզ նման ես մեկ-մեկ նայում եմ Էթերի Քարապետյանը նկարներում, ինչ-որ վիդեոներում, առաջ անգամ ինձ հնարավորություն ունեմ համարյա մի ժամ նայեմ, տենամ ինչ է խոսում այդ կինը, ոնց է խոսում։ Եվ տեսեք, այս վիդեոն էլ է նայելու Էթերի Քարապետյանը, հենց է որ իր Փաստորեն Կարեն Կարապետյանի կինը սաղ վաղ մտնում է իմ էջում, նայում է, ինչ եմ ես տեղադրում, փաստորեն իր տղերքը, կոնկրետ իր տղաներից մեկը, Էթերի Քարապետյանի տղաներից մեկը ամեն օր այդ Facebook-յան էջում ստուգում է, ինչ եմ գրում, ինչ եմ ասում, ինչ են ժողովուրդը ասում, եւ կուզենայի խոսալ այդ հարցազրույցի մասին, կադր եկեք ցույց տանք, ոնց են իրանք ինտերվյու տվել, տեսեք, Տիկին Կարապետյան, դուք եւ ձեր ամուսինը Հայաստանի ժողովրդին վախեցնում եք, ասում եք իբր 300,000 ադրբեջանցի է գալու, տենց բան չկա, դա սուտ է, այս մարդիկ հորինել են, քանի որ ուրիշ բան չունեն վախեցնելու, հորինել են այս հեքիաթը։ Բայց գիտեք ինչն է հետաքրքիր, դուք նենց եք պատմում ադրբեջանցիների մասին Հայաստանի ժողովրդին, կամ ούτε դուք ադրբեջանցիների հետ վատ հարաբերությունների մեջ եք։ Եկեք մենք ցույց տանք այս կադրերը, Սաֆիսա Համալիրում, ամենաթանկանոց համալիրներից մեկն է Մոսկվայում, այդ համալիրը կներեք, այս զալը, այդ սաղ բիզնեսը ադրբեջանցիներին է, ու ինչքան տարի Էթերի Քարապետյանը իր միջոցառումները կազմակերպելարն եւ նույն Տաշեր Սամոյի յուբիլեյը այդ Սաֆիսայում իրանց սաղ գումարները թողել են ադրբեջանցիներին, ադրբեջանցիք են իրանց սպասարկել, չէ՞։ Ախպեր ջան, բայց ձեր ընտանիքը սիրում ադրբեջանցիներին, ադրբեջանցիներին մոտ եք դուք ձեր յուբիլեյները անցկացրել, կազմակերպել, այդ ոնց այդ վաղ լավն են եղել, հիմա տենց մենք պետք է վախենանք ադրբեջանցիներից, բայց ձեր շուկաներում էլ են ադրբեջանցիք աշխատում։ Հաջորդ հարցը, տեսեք, ձեր բարեկամը Նարեկ Կարապետյանը, միկրոֆոնն այդ որ բերանը բռած, մանա գալիս Հայաստանով, դուք ոնց եք համարում Էթերի Կարապետյան, դա արդար է եղել, երբ դուք Եվրատեսիլին անարդար վերցրել եք ուղարկել մի հատ ռուս աղջիկ, ում անուն դրել եք Եվարիվաս, իրականում է Տրիշետնիկովա ռուս աղջիկ է, ասել եք իբր հայուհի է Եվարիվաս, եւ անարդար ուղարկել եք Հայաստանի անունից, որ ինքը ներկայացնի Հայաստանը, կներեք Հայաստանում ոչ մեկ չի ճանաչում այդ աղջկան, որը ձեր Նարեկի ընկերուհին է։ Դա արդար է, դուք այսինքն դուք տենց հարուստ ընտանիք եք եւ որոշել եք ցելը մի հատ երկրի անունից մի հատ ռուս աղջիկ ուղարկեք, սա ինչ է, այս ինչ այլանդակություն եք դուք արել։ Եվ նենց է որ մեզ խայտարակ արել իր երկով։ Հիշում է հայաստանցին, ոնց են Եվարիվասի հետ ուղարկել եւ Մարիամ Մերաբովան եւ բանին են ուղարկել անուն ինչա Ջիվան Գասպարյանը, հա, որը հիմա չկա, եւ ահագին երկիչներ հայկական հայտնի, որ օգնեն Եվարիվասին։ Ուզում եք նորից դες բաներ անեք։ Մենք չենք մոռացել դա որ դուք արել եք։ Հաջորդը հեսա կադրը ցույց տվեք ձեր Տաշիր Սամոյի եղբայրը Կարեն Կարապետյանը, հա, он был главой аппарата президента Սերժ Սարգսյանը։ Սերժի ժամանակ այս մարդը Սերժ կարդինալ է եղել իր հերախոսի տակ եւ ԱԱՑ-ի աշխատակիցներ եւ դատավորներ եւ դատախազության աշխատակիցներ, ամենասեն շռնե յուղոտ պաշտոնի նստած տղերքը եւ կանայք Հայաստանում։ Այս մարդու հերախոսի տակ են, ում հետ ինչ ուզում է հարցեր ալուցում։ Լավ, ինչքանով է սա սիրուն, որ ինքը ԱԱՑ-ի շենքից չերես Երևանի կենտրոն ավտոյի վրա կայնել է, տեսեք այս կադրերը։ Դուք գտնում եք Էթերի Կարապետյան, այն մարդը ով եղել է ապարատի ղեկավարը, սա պահվածք է, որ դուք ցույց եք տալիս։ Մեր երկիրը երկիր է, թե մեր երկիրը պրախադնոյ դվոր է։ Դուք մի անգամ տեսած կաք, որ Փաշինյանի թիմում ինչ որ մեկը սենց այլանդակ բաներ անի։ Ու գիտեք, մարդիկ ասում են, «Էս ինչ պազոր է»։ Էս ինչ պազոր է։ Դաժե այն մարդիկ, ովքեր Տաշիր Սամոյի աջակիցներն են, ասում են, «Слушай, какой позор»։ И это позор на самом деле, когда чиновник так себя ведет. Հետո դուք սովորացնում եք հայերին, ոնց պետք է մենք ապրենք։ Դուք հայոց լեզուն մի չիմա չեք սովորել, Էթերի Կարապետյան, ոչ դուք, ոչ ձեր ամուսինը, ձեր տղերքը չեմ ասում, երկու բառ չեն կարող կպցնեն։ Այսօր ձեր տղան հայտարարություն է տարածում, որ սեքսի նախարարություն պետք է բացեք, բայց կներեք, Տաշիր Սամոն հարուստ մարդ է, 3 միլիարդ դոլար ունի։ Տենց հաստատում էր ձեր ընտանիքում սեքսի պակասություն կա, հա։
Իսկ մարդիկ կան, որ գումար չունեն, բայց սեքսը ունեն, ամեն օր էլ սեքսը կա։ Այս ի՞նչ է կատարում ձեր տղերքի հետ։ Աղջիկ չկա, որ հետները քնեն, այսինքն ի՞նչ է սեքսի պատտակացություն կա։ Այս ի՞նչ իրավունք ունեն ձեր տղերքը ասեն, որ սեքսի նախարարություն պետք է բացենք։ Կներեք, եթե ձեր ընտանիքը ուզում է սեքսի նախարարություն բացի, դες ահագին գումար ունեք, դուք բացեք ու բավարարեք ձեզ։ Մեզ պետք չի ոչ մի սեքսի նախարարություն։ Ես չգիտեմ ոնց է ձեր ընտանիքում իրավիճակը, իմ մոտ ամեն ինչ լավ է եւ ինչքան ընկերուհի ունեմ, ամեն ինչ լավ է իրանց մոտ, ոչ մի սեքսի նախարարություն ոչ մեկին պետք չի։ Նեցա որ ասեք ձեր տղուն, որ մենակ իրան է պետք սեքսի նախարարություն եւ ես ցավում եմ, որ Տախշեր Սամոյի տղան այդքան հարուստ է եւ ոչ մեկ չի ուզում իր հետ քնի եւ տենց խնդիրներ կա ձեր ընտանիքում։ Շարունակենք, ես նոր եղել եմ Տարաթում գյուղում, Էթերի Կարապետյան, եւ ցույց եմ տվել, որ 150 վոլտ ունեն ընդամենը իրանց հոսանք, որ պետքա 220 լինի եւ շնորհակալ եմ Ռոմանոս Պետրոսյանին, ով այսքան աշխատանք է տանում, հենց հիմա ստոբանները դրել են, տրանսֆորմատորը բերել են, պրովոդները քաշում են։ Դուք ամաչել եք, երբ իմացել եք, որ 100-ից ավել գյուղ ունեք, որտեղ հոսանք չկա, բայց դուք լավագույն դահլիճներում Երևանում 1000 հոգու վրա սեղան եք գցել, կերել, խմել Կիրկորովի համար, ամեն ինչ բավարարել, որ լույս լինի, հոսանք լինի, ոնց է ստացվում, դուք ամաչում եք դրանից, որ դուք եղել եք հետ ղեկավարը, ամեն ինչ ձեզ համար տվել է հետը, բայց մարդիկ գյուղերում առանց հոսանք են նստած։ Թե դուք տենց բաների մասին չէիք մտածում։ Կամ էլ կրկեսը ձեր աղջիկը Էտերի Կարապետյան դուրս է գալիս, ասում է, տեսեք ինչ կրկես ենք բացել Երևանի համար, ով է գնում Երևանի կրկեսը։ Շատ քիչ մարդիկ, մեզ ունենք 3 միլիոն 150 հազար մարդ։ Կներեք, մի տոնսը 30,000, 40,000 դրամ է։ Եթե կինը ուզում է իր 2 երեխուն եւ ամուսնուն 4 հոգով տանի կրկես, ինչքան գումար պետք է տա։ 100,000 դրամ կամ 110,000 դրամ։ Կներես, ով կարա հիմա 100,000 դրամ տա գնա կրկես, դուր գա, դուր չգա։ Այսինքն մեր Հայաստանի ժողովուրդը արժանի են այդ ձևի գնային, հա, բան գնային տարածքում շփվեն ու այդ գներով տոմսեր առնեն, ես չեմ համարում, որ դա նորմալ երևույթ է։ Գուցե դուք չեք ռուսերեն ասում են не может с небес спуститься на землю, ու մի հատ տեսեք вообще ժողովուրդը ոնց են ապրում։ Հա, նորմալ են ապրում, բայց այդ գները շատ մեծ գներ է։ Եվ շատ կարևոր հարց։ Ձեր տղերքը չեն ծառայել, Նարեկ Կարապետյանը չի ծառայել, դուք որպես հարուստ մարդիկ եւ դուք Էտերի Կարապետյան գտնում եք, որ քանի որ ձեր ամուսինը հարուստ է, ձեր տղերքը պարտավոր չեն ծառայեն, քանի որ իրանք հարուստ տղերք են։ Բայց մեր Հայաստանում բոլորը հավասար պետք է լինեն։ Մենք դրա մասին շատ ենք խոսացել։ Ոչ Քոչարյանի տղերքն են ծառայել, լեզուն 5 կիլոմետր, ոչ Արա Աբրահամյանի տղերքն են ստեղ ծառայել, ոչ ձեր տղերքն են ծառայել, բայց էլի լեզուն 5 կիլոմետր, որ մի ժամ չի կայնել պոստերում ձեր տղերքը եւ ոչ էլ Կարեն Կարապետյանը։ Ոչ էլ Նարեկ Կարապետյանը, հա, դուք կարաք մի անգամ ասեք, կարող է այս մնացածները расходный материал են, իսկ ձեր տղերքը особо ինչ-որ տղերք են։ Ինձ թվում է ոչ, ваши сыновья ничем не лучше всех простых армянских парней։ Ձեր տղերքը ոչ մի բանով լավը չեն, քան թե մնացած տղերքը։ Ու կարաք ձեր տղերքին էլ ասեք, գիտեմ որ ձեր տղան մտնում է իմ էջս, вам только процветание, но у нас свобода слова։ Я говорю вам всё лицо, то, что говорят мои друзья։ Անուն այն երկրի, որը սիրում ենք ամբողջ սրտով։ Հայաստանի Հանրապետության տարածքում լինելու է մենակ մի հատ կին, ես հիմա կասեմ ով է այդ կինը, ով լինելու է Հայաստանի թագուհին եւ ումին ենք մենք ընտրելու մեր ընտրությունների ժամանակ, ուրեմն լսեք ուշադիր։ Այդ կնգա անունը հասարակ հայկական կին։ Այդ կնգա անունը աշխատասեր հայ կին։ Այդ կնգա անունը կին, ով իր ընտանիքում ճաշասարքում առավոտը եւ երեկոյան իր ամուսնու համար, իր երեխեքի համար, իր թորնիկների համար։ Մեր թագուհին լինելու է այ կինը, ով գիշերը հաց հատխում, երբ մենք քնած ենք, որպեսզի առավոտյան մենք կարողանանք հաց առնենք։ Մեր թագուհին լինելու է այն կինը, ով առավոտյան ժամի 5-ին կայնած կովի տակ կաթ հագթում, որ այդ կաթը վաճառեն մեր քաղաքում։ Հասկացաք։ Չի լինելու տենց բան, որ Տաշիր Սամոյի կինը լինի Հայաստանի թագուհին։